Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հայաստանում 2025 թվականի հունիսի 3-ից մինչև օգոստոսի 22-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն։ Որոշումը ներառված է եղել կառավարության նիստում։ Նախագծով սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, մասնագիտությունները, քանակները, ներգրավման ժամկետները։ Կառավարության այսօրվա նիստում քննարկվել է ոստիկանությունում ծառայության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու հավանություն տալու հարցը։ Համակարգում առկա խնդիրներին վերաբերվող դիտարկումները ներկայացրել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Ոստիկանական աշխատանքի փոփոխության միտումները մեզ թույլ են տալիս նշելու, որ կարևորը որակն է, որակական հատկանիշներն են անձի, որոնք որ թույլ պիտի տան պետությանը ընտրելու, ֆիլտրելու եւ հետագայում արդեն ծառայության անցկացնելու ոստիկանության համակարգում։ Ըստ այդմ առաջարկում ենք վերին շեմը տարիքային 35 տարին դուրս բերել օրենսդրական կարգավորումներից եւ ըստ այդմ կենտրոնանալ անձի որակական հատկանիշների վրա, ֆիզիկական պատրաստականության վրա, կրթության վրա եւ ըստ այդմ տարբեր process-ների արդյունքում արդեն ընտրել կոնկրետ ոստիկանության ծառայողին։ Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում։ Այս մասին ազգային ժողովում հայտարարել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Գործը պատշաճ դատախազական հսկողության ներքո է, նշել է նա։ Վարդապետյանն ասել է, որ դիտավորյալ չի պատասխանի ոչ մի բովանդակային հարցի, որպեսզի չվնասի քննությանը։ Մենք ելնելով նախաքննության շահից կիսատ տեղեկություն չենք հրապարակի, որովհետև հրապարակված կիսատ տեղեկությունը թույլ է տալիս հասկանալ, թե հնարավոր ինչ զարգացում կարող է ունենալ ու անձին ուղղակի անհետանում են Հայաստանից։ Մենք չենք կարողանում այդ անձանց նկատմամբ հետապնդում իրականացնել։ Դրա համար նմանատիպ քննարկումները վնասում են, ընդգծել է գլխավոր դատախազը, նշելով, որ նույնն էլ վերաբերում է մարտի 1-ի գործին։ Երևանում մեկնարկած դատավորների Եվրոպական միության ամենամյա համաժողովին 34 պետությունից ժամանած 70-ից ավելի պատվիրակ է մասնակցում։ Համաժողովի մասնակիցները քննարկում են Եվրոպայում եւ տարածաշրջանում դատական իշխանության անկախությունը, արդարադատության տարածաշրջանային մարտահրավերները, ինչպես նաև միջազգային գործակցությանը վերաբերող հարցեր։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի կողմից ավելի վաղ հայտարարված զինադադարը հաղթանակի 80-ամյակի տոնակատարության կապակցությամբ ուժի մեջ է մտել։ Հրադադարը սկսվել է Մոսկվայի ժամանակով 0 ժամին եւ կտևի մինչեւ մայիսի 11-ը, ինչպես նշում է Կոմերսանտ ՌՈՒ սրանի պատասխան Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ կողմը երկարաժամկետ հրադադարին, առնվազն 30 օրով։ Կրեմլում մեկնարկել է Պուտին-Սի Ցինփին հանդիպումը, ըստ Կրեմլի պետությունների ղեկավարները քննարկելու են ամենակարևոր հարցերը, ներառյալ ուկրաինական հակամարտությունը եւ ռուս-ամերիկյան հարաբերությունները։ Եմենի Անսար Ալլահ շարժման հութի ապստամբների հարձակումներն Իսրայելի տարածքի վրա ծանր հետևանքներ կունենան նրանց եւ Իրանի համար։ Այս նախազգուշացումն է արել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կանցը։ Եթե հութիները շարունակեն հարվածել մեզ, ապա Իսրայելը նրանց լուրջ հարվածներ կհասցնի։ Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է ցանկացած առաքելության։ Այն, ինչ մենք Բեյրութում արեցինք Հեզբոլլահի, Գազայում Համասի, Դամասկոսում Ասադի եւ Եմենում հութիների հետ, նույնը կանենք ձեզ հետ Թեհրանում, գրել է Կացը X-ում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 7-ին Փարիզում ընդունել է Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ Աշ-Շարային եւ կոչ է արել նրան ամեն բան անել առանց բացառությամբ բոլոր սիրիացիների պաշտպանությունն ապահովելու համար։ Մամուլի ասուլիսում Մակրոնը հայտարարել է, որ այդ պաշտպանությունը պետք է տրամադրվի սիրիացիներին անկախ նրանց ծագումից, կրոնից, դավանանքից ու հայացքներից։ Փարիզում ավտոմեքենան մխրճվել է Լոնդոնի Արսենալի նկատմամբ Պարի Սեն-Ժերմենի հաղթանակը տոնող բազմության մեջ։ ԽՍԺ-ի երկրպագուները Փարիզում անկարգություններ են սկսել, կոտրել են խանութների, ցուցափեղկերը, ուժայինների վրա քարեր ու շշեր նետել։ 43 մարդ է ձերբակալվել։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցը անդրադառնալով Եվրոպայի պաշտպանության համակարգի ամրապնդման կարևորությանը նշել է, որ Ռուսաստանն է նրա անվտանգությանը սպառնացող ամենամեծ վտանգը։ Ռուսաստանը մնում է եւ տեսանելի ապագայում էլ կմնա մեր անվտանգության ամենամեծ սպառնալիքը։ Այն լրջագույն սպառնալիք է եվրոատլանտյան հարաբերությունների համար, ասել է Մերցը։ Վրաստանում ԱՄՆ դեսպանատունն իր կայքում նախազգուշացում է հրապարակել ԱՄՆ քաղաքացիների համար տեղեկացնելով Թբիլիսի առևտրի կենտրոններում պայթյունների սպառնալիքի մասին։ Վրաստանի պետանվտանգության ծառայությունը կոչ է արել Ամերիկայի դեսպանատանը չտարածել անվտանգության հարցերին վերաբերող չհամաձայնեցված հայտարարություններ։
ԱՄՆ նախագահի ստորագրած հռչակագրի համաձայն մայիսի 8-ը հռչակվել է երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի օր։ Փաստաթղթում նշվում է, որ այս կերպ ամերիկացիները հարգանքի տուրք են մատուցում բոլոր զոհերին եւ վերահաստատում են իրենց հանձնառությունը Ամերիկայի եւ աշխարհի անվտանգության, բարգավաճման ու ազատության պահպանմանը։ Այսօր մենք նշում ենք դաշնակից պետությունների նացիոնալ սոցիալիզմի եւ ֆաշիզմի նկատմամբ հաղթանակի 80-ամյակը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի օրը մենք նշում ենք ամերիկյան զինված ուժերի անզուգական ուժն ու հզորությունը եւ խոստանում արտաքին եւ ներքին բոլոր սպառնալիքներից պաշտպանել մեր սուրբ իրավունքը, ասվում է փաստաթղթում։ Սև ծուխ Սիքստինյան կապելայից Հռոմի Պապը չընտրվեց, կոնկլավը կշարունակվի այսօր։ Պապի ընտրությունն ազդարարվում է կապելայի ծխնելույզից բարձրացող ծխի միջոցով։ Խորհրդանշական սև եւ սպիտակ ծուխը ազդարարում է Պապի ընտրվելու կամ չընտրվելու մասին։ Սովորաբար կոնկլավի առաջին օրը քվեարկության միայն մեկ փուլ է լինում։ Կոնկլավները, որոնք ընտրում էին նախորդ պոնտիֆիկոսներին, որպես կանոն տևում էին 2-ից 3 օր։ Ամենակարևոր կոնկլավը տևել է գրեթե 3 տարի, դա 13-րդ դարի երկրորդ կեսին էր։ Կոնկլավին մասնակցում են Հռոմի կաթոլիկ եկեղեցու 130 կարդինալներ։ Ընտրությունները տեղի են ունենում գաղտնի, իսկ գաղտնիության խախտումը հանգեցնում է ավտոմատ հեռացման։ Կամչատկա թերակղզու արևելյան ափերի մոտ Պետրոպավլովսկ-Կամչատսկից 73 եւ 78 կիլոմետր հարավ-արևելք Ավաչա ծոցի ջրերում հուժկու երկրաշարժ է տեղի ունեցել։ Համապատասխանաբար իրար հաջորդած 5.1 եւ 4.6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժերի օջախները գտնվել են ծովի հատակից 58 եւ 56 կիլոմետր խորությունների վրա։ Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում մարդիկ գիշերել են հատակին եւ սրճարանում սպասելով իրենց թռիչքին։ Մոսկվա-Բաքու չվերթը 6 անգամ հետաձգվել է։ Ռուսաստանի Դաշնության մի շարք օդանավակայաններում թռիչքների իրականացման սահմանափակումներ են մտցվել կապված ուկրաինական անօդաչուներից եկող վտանգի հետ։ Դեպի Երևան չվերթները եւս չեղյալ են հայտարարվել։ Հարավկորեական ԶԼՄ-ներում հայտնվել է տեսանյութ, որում երևում է ինչպես է տղամարդը 20 հարկանի շենքի տանիքից ընկնող աղջկան փրկում, բռնելով նրա մազերից։ Պակիստանը չսադրած կրակ է բացել Ջամու եւ Քաշմիրի հնդկական միության տարածքի հսկողության գծի երկայնքով։ Հնդկական ցամաքային ուժերը համամասնական պատասխան են տվել, նշվել է հաղորդագրությունում։ Հնդկա-պակիստանյան հարաբերությունները վատթարացել են Ջամու եւ Քաշմիրի Պահալգամ քաղաքում ապրիլի 22-ին տեղի ունեցած ահաբեկությունից հետո, որի հետևանքով զոհվել է Հնդկաստանի 25 քաղաքացի եւ 1 նեպալցի։ Մայիսի 7-ին լույսը չբացված զոհերն են հաշվում Հնդկաստանն ու Պակիստանը։ Նյու Դելին որոշեց եւ խոսքը գործի վերածեց, հարվածեց Պակիստանին։ Հնդկաստանի օդային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի, եւս 46-ը վիրավորվել են։ Reuters-ը հայտնել է վկայակոչելով Պակիստանի զինված ուժերի ներկայացուցչին նշել, որ թիվը վերջնական չէ։ Գործակալության աղբյուրը նշել է, որ Պակիստանի իշխանությունները կպատասխանեն Հնդկաստանին իրենց ընտրած ժամանակին, վայրում եւ միջոցներով։ Այնինչ իրականացրել է այս գիշեր հնդկական բանակը, անվանել է Սինդուր հակաահաբեկչական գործողություն։ Ապրիլի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության դեմ, որին զոհ էր գնացել 26 մարդ։ Այն, որ վենդետա կլինի, Հնդկաստանը նախապես էր ասում։ Պակիստանը 48 ժամով փակել էր իր օդային տարածքը եւ կործանիչներն օդ հանել։ Պակիստանի պաշտպանության նախարարության տվյալներով Հնդկաստանի ռազմաօդային ուժերի 5 ինքնաթիռ է խոցվել։ Գործն անելուց հետո Հնդկաստանի պաշտպանական գերատեսչության էջում գրել են. Արդարադատությունը վերականգնվեց, կեցցե Հնդկաստանը։ Այս հարվածին նախորդող օրերին փորձագետները կանխատեսում էին հեղինակության հարցը, որևէ բախում անպայման կլինի որպես պատասխան։ Կվերաճի այն մեծ պատերազմի, թե ոչ այստեղ փորձագետները մի քանի կաշկանդող գործոն են տեսնում։ Այն երկրները, որոնք աջակցում են այս կամ այն կողմին, իրենք ստիպված են լինելու իրենց աջակցությունը նաև ռազմական տեսանկյունով ապացուցել, ցույց տալ այն գերտերությունները, որոնք են հիմնականում Միացյալ Նահանգները, Չինաստանը, Ռուսաստանը, իրենք հետաքրքրված չեն, որ նոր կոնֆլիկտի զոնա բացվի։ Բացի այն, որ գերտերություններին այսպես ասենք հակամարտության նոր ճակատը հիմա ձեռնտու չէ, ըստ փորձագետի, նաև հենց այս երկրները կխուսափեն միջուկային պատերազմին, մյուս կողմից վտանգը մեծ է նաև ներսում։ Եթե բախումը վերաճի մեծ պատերազմի, ապա ամբողջ հարավային Ասիան կդառնա ռազմական թատերաբեմ։
Օրինակ Հնդկաստանում մոտավորապես 200-ից 300 միլիոն մուսուլման է ապրում։ Պակիստանում էլ ապրում է մոտավորապես 10-ից 20 միլիոն հինդուիզմի հետևորդներ։ Այսինքն սա նշանակում է, որ եթե պատերազմ լինի լայնամասշտաբ, ապա հենց ներսում կարող են խնդիրներ առաջացնել այդ պետությունների համար։ Բացի այդ, օրինակ նույն Պակիստանը ունի սեպարատիզմի հետ կապված խնդիրներ նույն Բելուջիստան նահանգում։ Եթե Պակիստանի իշխանությունները ներգրավեն լայնամասշտաբ պատերազմի մեջ Հնդկաստանի հետ, ապա այդ բելուջիները կարող են սկսել սեպարատիստական շարժում։ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, ՄԱԿ-ը արդեն կոչ են արել Պակիստանին եւ Հնդկաստանին զերծ մնալ ռազմական գործողություններից։ Կողմերն իհարկե չեն շտապում փափկեցնել հռետորաբանությունը, բայց շարունակությունը կարող է միջազգային մասշտաբի հասնել։ Սա կարող է սաստել կողմերին ու նրանց թիկունքում կանգնած խոշոր խաղացողներին։ Երևանի ավականու անդամի կնոջը պատկանող մեքենան հրդեհելու անմիջական կասկածի հիմքով ձերբակալվել է 1 անձ, նա ներկայացվել է նախաքննական մարմին։ Միջոցառումները շարունակվում են։ Ապրիլի 26-ին Արցախի Պողոտայում ջրատար նկած կնոջը հաջողվել է փրկել, ընկերոջը ոչ 1 անձ կալանավորվել է, հայտնել են ներքին գործերի նախարարությունից։ Զվարճանքի վայր հասնելու համար Երևանում բնակվող 48-ամյա Սյուզաննա Կն եւ նրա 42-ամյա օտարերկրացի ընկերը կանգնեցրել են Opel Magnishi ավտոմեքենան եւ նստել ճանապարհին նրանց միջև վեճ է ծագել։ Վարորդն ավտոմեքենան կայանել է Արցախի 5-րդ նրբանցքի հատվածում ջրատարի հարևանությամբ, այնուհետև կինը դեռևս չպարզված հանգամանքներում ընկել է ջրատարը, իսկ նրա օտարերկրացի ընկերոջը հրել եւ դիտավորյալ ջրատարն է գցել Opel-ի վարորդը։